Բացի նրանից, որ դու աղջիկ ես, դու ուզում ես գործ դնես, դու այդքանից պետքա գլուխ անես։ Մարիա սերիալում կերտում ես գլխավոր հերոսուհու կերպարը։ Վայ, Հայաստանում գործ չկա, գնանք եսին որտեղ, Ամերիկա գնանք, չկա տես բան։ Այ դու ինչպես ես վերաբերվում մրցակցությանը։ Մեզ մոտ սթերիլիզացումը իդեալական է, մեզ մոտ սպասարկումը շատ լավն է, մեզ մոտ աշխատանքները էլի կասեմ իդեալական է։ Հաղորդման գործընկերն է Ամի կոշիկի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Տիկտոկեր, ինֆլուենսեր, ATV հեռուստաընկերության Մարիա սերիալի գլխավոր դերասանուհի Թամ Սահակյանը դեռ 6 տարի առաջ էր երազում ունենալ սեփական գեղեցկության սրահը։ Թամի երազանքն այսօր արդեն իրականություն է դարձել։ Թամս գեղեցկության սրահը գտնվում է Հրաչյա Քոչար 10 հասցեում եւ կանանց ու աղջիկներին առաջարկում է գեղեցկության եւ խնամքի տարբեր ծառայություններ։ Իրականում սկզբում սկսել եմ որպես հոբի։ Մատնահարդարմամբ սկսել եմ զբաղվել որպես հոբի, որովհետև ես շատ սիրում էի, ինքը նկարչությունից ինչ-որ մի մասնիկ էր առօրյայիս մեջ, ու այնպես ստացվեց, որ սկզբում սովորեցի ինքս ինձ համար։ Հետո ընկերուհիներս եկան։ Ընկերուհիները սարաֆան ռադիո ասվածով մի այլ կարգի մեծ բանակ հաճախորդների հավաքեցի մոտավորապես տարուկես հետո։ Տարուկես հետո որոշեցի, որ ես պետք է ունենամ առանձին տեղ։ Ես սկզբում աշխատել եմ տանը, իմ սենյակում, առանձնացրած մեբելով, այսպես ասեմ, որովհետև սենյակը սիրուն մեբել էր հավաքած, դա մի հատ առանձին տումբայի նման բան էի գտել, հարմարացրել էի հաճախորդներին այդտեղ էի ընդունում, բացեցի փոքրիկ սրահ, Կոմիտասի վրա։ Հետո այդտեղից տեղափոխվեցի Ավետիսյան ու նկարահանումների պատճառով այդտեղը փակեցի, որովհետև չէի հասցնում իմ հաճախորդներին ընդունել։ Հետո ռիսկ հավաքեցի, որ պետք է մեծ բացեմ, լինեն աշխատողները շատ, բացի ինձնից նաև լինեն եւս մի քանի մատնահարդարներ, բացի Էլոսից եւ մատնահարդարումից լինեն եւս էլի պրոցեդուրաներ, որոնցից կարող են հաճախորդները օգտվել։ Ու որ ասեմ կոնկրետ ինչ որ օր այդ ամեն ինչը ծնվել չէ, ժամանակի ընթացքում ու իմ նվաճած հաջողությունների հիման վրա, որովհետև այն սկզբում ես ահավոր վատ էի ընդունում իմ աշխատանքները, շատ վատ։ Ինձ թվում էր ինքը թերի է, ինքը կիսատ է, սիրուն չի, գլատկի չի անում։ Չգիտեմ, շատ մեծ կրիտիկ եմ ես ինքս ինձ համար իրականում։ Իսկ բնավորության այդ գիծը օգնել է քեզ աշխատանքում։ Համ ճիշտ է կրիտիկ լինելը, այսինքն դու ընկալես, որ դու, ասենք, այդ գործը իդեալական չես կատարում ու դեռ աշխատելու տեղ ունես, համ էլ խանգարում է այնքանով, որ դու սկսում ես չգնահատել քո արած աշխատանքի գեղեցկություն ու մաքրություն, օրինակ, այս ասպարեզում թեկուզ։ Նույնը նկարահանումները, ես նկարահանումներով զբաղվում եմ առանց բարձրագույն կրթության ու փորձում եմ անընդհատ ինքս ինձ վրա աշխատել, անընդհատ ու մի ընթացք եկավ, երբ ռեժիսորը սկսեց անընդհատ ինձ գովել, ասես նայում ասում լուրջ, անկեղծ, չէ լավ, քջող, խնդրում եմ, անկեղծ կարծիք ասում եմ, չէ շատ գոհ եմ։ Ու ես հասկացա, որ սկսել եմ այդ սենց ասեմ բզիկի պատճառով չգնահատել իմ արած աշխատանքը, չտեսնել, թե ինչ եմ հասել։ Բայց որ տեղ հասնում, երբ որ հասկանում ես, որ չէ, все-таки շատ լավ ես անում, կամ աշխատանքդ ինչ որ մի բանի քեզ հասցրել է, սկսում ես գնահատել, սկսում ես լավ զգալ, բայց նաև գոհանում ես նրանով, որ դու այդքան աշխատել ես քո վրա։ Դու ATV հեռուստաընկերությունում ես այս պահին աշխատում, Մարիա սերիալում կերտում ես գլխավոր հերոսուհու կերպարը։ Նախ, ինչպես ես համատեղում բիզնես գործունեությունը եւ դերասանական կարիերան։ Եվ արդյոք օգնում է հայտնիությունը քո բիզնեսին։ Արի առաջին մասին պատասխանեմ, երկրորդ մասը խոստանում եմ չեմ հիշելու, կհիշացնեմ։ Շատ դժվար է համատեղել, կատաստրոֆիկ դժվար է համատեղել, բայց քանի որ ես ունեմ ընտանիքիս անդամներին, ովքեր ինձ մաքսիմալ օգնում են, դրա համար գործս բավականին հեշտացել է։ Իմ մաման ամեն օր էստեղ է, ես նկարահանման եմ, իմ մաման էստեղ է, ամեն ինչին հետևում է, բավականին բաներից սկսել է գլուխ անել, խեղճին տանջում է։ Բայց եթե մայրիկիս ու հայրիկիս օգնությունը չլիներ, վստահ եմ, որ չէի կարողանա այսքան գործ անել։ Ինչ որ չափով էլ իրենց հույսով ամնում։
Շատ լավ։ Եվ հարցի շարունակությունը, որքանով է հայտնի լինելը օգնել քո բիզնեսի զարգանալուն։ Այս պայծրությամբ շատ դժվար է առանց սոցկայքերի ինչ-որ բանի հասնել։ Եթե ես չլինեի ինֆլուենսեր, ես վստահ եմ, որ հիմա կդիմեի տարբեր բլոգերների ու հաստատ առանց դրա չէի կարողանալ այդ գործը առաջ տանել։ Համենայն դեպս այս պահեդրությամբ ես հասկացել եմ, որ այն էլ Հայաստանում, չասեմ ամբողջ աշխարհում, հիմնականը Հայաստանում բլոգինգը մեծ դեր է խաղում, հայտնի լինելը շատ մեծ դեր է խաղում ու առանց դրա ավելի դժվար է մնացած ամեն ինչը։ Ընդունում եմ, եթե դու լավ մասնագետ լինես, լավ աշխատանքներ կատարես ու նույն սարաֆան ռադիոյով քո մոտ բավականին մեծ հաճախորդների քանակ լինի, դա էլ է տարբերակ, բայց դա ավելի դժվար է։ Իրոք ավելի դժվար է։ Ես քանի որ ունեցել եմ այդ առաջի փուլն էլ, բայց հետո նկարահանումների պատճառով կորցրել եմ մեծ հաճախորդների, ես հիմա հասկանում եմ, որ հիմա իմ մնացած հաճախորդները եւ իմ բլոգինգը հույս են տալիս, որ իմ սալոնը մենակ պետքա բարգավաճի, բայց եթե երկուսից մեկը չլիներ, հաստատ չէր լինի։ Ինչ ծառայություններ է մատուցում Թամս գեղեցկության սրահը։ Մեզ մոտ մատնահարդարում է, ոտնահարդարում, իր ամեն ինչով, այսպես ասեմ, որ մանրակրկիտ չթվարկեմ, որովհետև տարբերակները շատ են, կլինի այդտեղ մատնահարդարում, կլինի կելլակ, լիցք, մեզ մոտ LOC եւ դիոդ, այսինքն երկու տարբերակն էլ մեզ մոտ կա ու ամենավերջին ապարատուրաներն են եւ արդյունքը, որ ես եմ ասում, իդեալական է, նաեւ թարթիչների լիցք է մեզ մոտ։ Դեռևս այսքանն է ու կարծեմ այսքանն էլ կմնա, կարծեմ չէ, կցանկանամ, որ այսքանն էլ մնա, որովհետև հիմքը սրահի մատնահարդարումն է, ես ուզում եմ, որ հենց մատնահարդարման փել ինքը խորանա։ Հետագայում երբ որ սերիալը կավարտվի կամ ինչ-որ չափով իմ գրաֆիկը կթեթևանա, նաև կառաջանան, կբացվեն դասընթացների պատուհաններ, այսպես ասեմ, դասընթացներ կունենամ այստեղ, քանի որ մոտ մի 2 տարի առաջ, լավ, 2 տարի առաջ բավականին մեծ ընթացք աշակերտներ էի ունենում ու ինձ դա շատ էր դուր գալիս, ինձ թվում է ես դա կկրկնեմ ուղղակի։ Թամի խոսենք դժվարություններից։ Ինչ մարտահրավերների ես բախվել այս ընթացքում։ Բավականին դժվար է։ Այնքանով է դժվար, որ հիմա շատ նաև օրենքներ են փոխվել, որ այդ ամբողջից դու պետքա գլուխ անես ու այդ բավականին դժվարացնում է քո գործը։ Բացի նրանից, որ դու աղջիկ ես, դու ուզում ես գործ դնես, դու այդքանից պետքա գլուխ անես։ Մի հատ էլ օրենքներից ու հաշվարկներից ու նմանատիպ թեմաներից պետքա գլուխ անես։ Իմ փրկություններն է եղել, որ ես ունեմ ֆինանսիստ հայրիկ։ Այսինքն իմ հայրիկը ֆինանսիստ է, ինքը այդ ամեն ինչից գլուխ է հանում ու շատ բարդություններ ես ինձ կողքով ուղղակի անցել եմ մենակ նրա շնորհիվ, որ շատ հարցերով ինքը իմ կողքին է եղել։ Անհնարին անկեղծ ասեմ, բան չկա, որ ասում են, վայ, Հայաստանում գործ չկա, գնանք եսին որտեղ, Ամերիկա գնանք, չկա տես բան։ Ես Ամերիկա եղել եմ, ես կարամ ասեմ, այստեղ, այնտեղ գրեթե նույնն է, եթե դու աշխատասեր մարդ լինես, եթե դու քո դիմաց դնես նպատակ ու ամեն ինչ անես այդ նպատակին հասնելու համար, այստեղ այդ հնարավորությունները կան ու կապ չունի, որ դու աղջիկ ես թե տղա։ Ինչն է առանձնահատուկ դարձնում քո ստուդիան։ Նախ մեր ստուդիայում շատ կոմֆորտ է, անկեղծ շատ կոմֆորտ է ու այն առումով է կոմֆորտ, որ հաճախորդները գալիս են այստեղ ու հանգստանում են, ռելաքս են իրենց զգում։ Այն նրանով, որ այստեղ նախ ես հիմնական, եթե այստեղ եմ լինում, դասական երաժշտություն եմ միացնում, որը այնքան հանգստացնող է եւ ուղեղը տա հանգստանում եւ դու ես հոգեպես եւ ֆիզիկապես հանգստանում, պրոցեդուրայից հաճույք ես տանում։ Մյուս տարբերակը այն է, որ այսպես ասեմ, հիմնականը Հայաստանում միջին ժամանակային հատվածը դա 2 ժամն է, որ մատնահարդարում են կատարում։ Մեզ մոտ մաքսիմումը ժամ 15 րոպեն է, որը շատ դեպքերում օգուտ է տալիս նրանով, որ ոնց է, մամայես մի ժամ ժամանակ ունես, մի հատ արագ մատերս սարքեմ, իսկ եթե 2 ժամ պետքա լինի, մաման երեխու հետ է գալիս կամ մաման նախընտրում է եւս մի 10 օր այդպիսի երկար աճած եւ չխնամված մատներով ման գա, բայց այն որ մեզ մոտ արագ են սպասարկում եւ արագի հետ նաեւ իդեալական, մեծ հաճույքով գալիս են ու դեռևս չի եղել, որ մի հաճախորդ լինի, որ չի վերադառնա։ Հրաշալի է։
Թամի պատկերացնում ես ինչպիսին կլինի քո գործունեությունը տարիներ անց։ Քանի որ ես արդեն պլանավորել եմ, թե ինչպիսին է լինելու, կարող եմ ասել, որ հաստատ սրահը ցանց եմ սարքելու, այսինքն ինքը լինելու է բյութի ցանց, որը լինելու է Երևանի տարբեր ռայոններում նույնիսկ, այսպես ասեմ, ոչ միայն կենտրոնում կամ մեծ կենտրոնում։ Բացի սրանից էլի պլաններ ունեմ։ Կարող եմ մենակ մեկը ասել։ Թամս բյութի սալոնի այս լոգոն, այսինքն վերևի լոգոն, ինքը դառնալու է բրենդ։ Այդ հետո ինչի բրենդ ալնել։ Դա թողնա գախնի։ Թամի, մեր գործընկեր Ամի կոշիկների եւ աքսեսուարների խանութ սրահը քեզ ուղարկել եմ զեղչի քարտ։ Դու կարող ես օգտվել հայկական արտադրանքից, ընտրել քեզ համար որևէ ոճային ճաշակով գեղեցիկ կոշիկ կամ աքսեսուար։ Շնորհակալ եմ շատ։ Ինչպես ես ընտրում քո աշխատակիցներին եւ ինչն ես կարևորում այդ ընտրության ժամանակ։ Ճիշտ է, շատ sense հասարակ կհնչի, բայց առաջին հերթին մարդ տեսակն է կարևոր, որովհետեւ ես չեմ սիրում այն սրահները, որտեղ հնարավոր է գալ, նստել ու այնքան բարձր քննարկումներ գնան, բարձր երաժշտություն լինի, ոչ հանգիստ մթնոլորտ չեմ ընդունում։ Իսկ մարդը իր էությամբ այդպեսին է, եթե այստեղ մի հատ շատ ակտիվ մարդ կա, ընդունում եմ, իմ համար նորմալ է, թե մարդը ակտիվ է, բայց երբ որ ինքը չափ ու սահման օրինակ չգիտի, իմ համար դա կոմֆորտ չի լինի իր հետ աշխատել։ Ինձ դուր է գալիս եւ առաջին հերթին ես նայում եմ մարդ տեսակին, հանգստությանը, այ հետո սկսում եմ աշխատանքին նայել։ Բայց մինչ այդ ասեմ սենց մի բան, ես հայտարարություն էի տվել, որտեղ ասել էի ինձ մատնահարդար է պետք, ուղարկեք ձեր աշխատանքները, նայում եմ աշխատանքներով ինչը որ նկարով հավանում եմ, հետո կանչում եմ, այսինքն սկզբում աշխատանքն եմ հավանում, հետո մարդ տեսակն եմ տեսնում, հետո մի հատ էլ փորձնական աշխատանք են կատարում, որ ես հասկանամ ինչքան օրինակ տվյալ նկարները իրական։ Հետևաբար իմ համար կարևոր է մարդ տեսակը, իդեալական աշխատանքը, իսկ աշխատանքի դետալները ահա որ շատ են ուսումնասիրության համար, անկեղծ շատ են, որ եղել է դեպք, որ ես 2-3 անգամ կանչել եմ, որ ես տարբեր, օրինակ լիցք կլինի, գելլակ կլինի, տարբեր պրոցեդուրաները ոնց որ պետք է ստուգեմ հասկանամ ինչ տեսակ աշխատանք են անում։ Համենայն դեպս իմ սրահում իդեալական աշխատանքը պարտադիր է։ Իրոք պարտադիր է, որովհետև չեմ կարող աչք փակել նրա վրա, ինչը որ իմ սրտով չի։ Թամի, քանի որ խոսեցինք, որ մեր երկրում շատ են նման գեղեցկության սրահները, ստուդիաները, սալոնները, այ դու ինչպես ես վերաբերվում մրցակցությանը։ Ես սրահը բացել եմ այն մտքով, որ ամեն ինչ այստեղ պետք է լինի գծած իդեալական իմ պատկերացումներով։ Քաղաքում ես կարող եմ ասել, կարող է հիմա իմ սրահը փոքր է չափերով, իմ համեմատած այն սրահների հետ ում հետ որ ես փորձում եմ համեմատվել, բայց ես կարող եմ ասել, որ նմանատիպ սրահ քաղաքում ընդամենը 2-ն է։ Ամենակարևորը դա իդեալական աշխատանքն է ու իդեալական ստերիլիզացումը։ Ստերիլիզացումը կատարվում է մի քանի էտապով, որը Հայաստանում մեծամասամբ չեն անում։ Հատուկ գրքերով է կատարվում, հատուկ նյութերով է կատարվում, հատուկ ապարատուրաներով է կատարվում։ Մեզ մոտ ստերիլիզացումը իդեալական է, մեզ մոտ սպասարկումը շատ լավն է, մեզ մոտ աշխատանքները էլի կասեմ իդեալական է, որովհետև ես այդ ամեն ինչին շատ մանրակրկիտ եմ հետևում։ Մի քիչ սովորությամբ այդ տեսակ եմ, ինձ կարող է տանը ուրիշ տեսակ տեսնել, բայց աշխատանքի վայրում ամեն ինչ սիրում եմ, որ իդեալական լինի։ Այնպես որ ինձ թվում է, որ ես եթե ոտք մեկնեմ, պետք է ոտք մեկնեմ այն գեղեցկության սրահների հետ, որոնք հիմա այս բայդությամբ շատ մեծ ցանցեր են կազմել Հայաստանում ու շատ մեծ աշխատանքներ են կատարում։ Համենայնդեպս չեմ ուզել լինի փոքրիկ գեղեցկության սրահ, որը շենքի տակ է, դե օքեյ է, լավ ինչ է լինի, նորմալ է։